Հայաստանի Հանրապետությունում մինչ երկար տարիներ շարունակ իրար էին հոշոտում տարբեր քաղաքական ուժեր սադրելով ժողովրդին, Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ ընթացավ և կարողացավ Լեռնային Ղարաբաղը իրենով անել, այսօր էլ Հայաստանի Հանրապետությանն է սպառնում, բայց Հայաստանը ինչով պետք է պատասխանի, իհարկե իր սեփական բանակով, ոչ մի պետություն Հայաստանին օգնության չի գալու, և Ադրբեջանը այսօր դրսից է աշխատում Հայաստանի վրա, Հայաստանի ներսից էլ փորձում են տարբեր ուժեր աշխատել ընդդեմ Հայաստանի, ինչը որ ազգային անվտանգության խնդիր է։ Նման պատերազմող երկրներում այսքան ծախված լրատվականներ, այսքան ժողովրդին նյարդայնացնել, այսքան միտինգներ, այսքան խառնաշփոթ երբևիցե չի լինում։ Ոչ մի երկրում նման պրոցեսներ չկան, և բնականաբար մենք չենք ասում, որ իշխանության դեմ չպետք է բողոքել, բայց կան բաներ, որ պետք չի չափը անցնել։ Չես ուզում այս իշխանությանը, չընտրեիր։ 2026 թվականը հեռու չի, այս իշխանություններին չեք ուզում, ընտրեք այլ ուժերի, բայց խելքով, այլ ոչ թե հիմարությամբ նախկիններին վերադարձնել։ Նախկիններին վերադարձնելը դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ոչնչացումն է, դա հայոց պատմության ոչնչացումն է։ Ինչու՞, որովհետև դու տեսել ես, թե ինչ է կատարվել նախկին ժամանակահատվածներում, ու դու գնում Գյումրիի օրինակով եմ ասում, վերադարձնում ես այս մարդկանց, երբ որ թշնամիտ եկել հասել է դուռդ, ու թշնամիտ հասել է դուռդ, որովհետև այս մարդիկ երկար տարիներ քեզ խաբել են, թե ունեն ուժեղ բանակ, բայց արդյունքում ոչ մի բան էլ ուժեղ չէր փաստորեն, դիվանագիտությունդ ձախողել են, կործանել են երկիրը թալանելով, Նիկոլ Փաշինյանն էլ սխալներ գործել է, բայց դա եղել է անփորձությունից, դա եղել է, կարելի ասել, նաև հեղափոխական էյֆորիայի ազդեցությունից, որ ինքը հեղափոխություն արած առաջնորդ էր, և միգուցե սխալվում ենք, բայց այսպիսի տպավորություն կա, որ երևի թե իր դուխը ավելի առաջ էր ընկել, քան իր տրամաբանությունն ու վերլուծողականությունը, և հետևաբար պետք չի քաղաքականության մեջ աշխատել դուխով, այլ պետք է քաղաքականության մեջ աշխատել խելքով, տրամաբանությամբ, վերլուծություններով, մի բանը ասելուց առաջ երկար մտածել, մի բան անելուց առաջ 1000 անգամ խորհրդակցել, որովհետև սա մարշրուտկա չի, սա Հայաստանի Հանրապետության ղեկն է, որը ընթանում է դեպի ապագա, և ամեն մի խոչընդոտ, որը կարող է ազդել այս շարժվող մեքենայի վրա, դա նվազեցնելու է նրա արագությունը դեպի ապագա, և դեռ մի բան էլ նրան հետ է գցելու ապագայից։ Միայն հայ ժողովրդի միասնականությունը կարող է ոչնչացնել Ալիևին, ուրիշ ոչ մի բան։ Հայաստանի ներսում եթե հայերը համախմբվեցին, Սփյուռքի հայերը ևս կհամախմբվեն Հայաստանի շուրջ, բայց Հայաստանի ներսում հայերը չեն համախմբվի, քանի որ փողի համար ստեղծվել են կլանային համակարգեր, փողով ներգրավում են մարդիկ, և այսօր պետության վրա շատ մարդիկ թքած ունեն, իրանք մտածում են այսօրվա հացի համար, և միասնականությունը չկա։ 3 միլիոն մարդիկ իրար կոկորդ են կրծում, թշնամին եկել հասել է դուռներս, երկու կողմից շրջափակման մեջ, և այնպես չի, որ այս մի երկու կողմն էլ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, որ եղբայրներ ենք և այլն, իհարկե եղբայրներ չենք։ Հայաստանի վրա հարձակման դեպքում Վրաստանը աչք է փակելու, որտև ինքը նախ օգնելու ձև էլ չունի, Ադրբեջանն ու Թուրքիան էլ կարող են Իրանի հետ պայմանավորվել, և պառակտված ժողովուրդն էլ պարտություն է կրելու։ Ազգային անվտանգության խնդիր է այսօրվա իրավիճակը, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում, պառակտումներ և այլն և այլն։ Եղբայր, իշխանությունը չես ուզում լինի, մի ընտրի ՔՊ-ին, գնա 2026-ին ընտրի չգիտեմ ում, բայց երբեք մի փորձիր վերադառնալ անցյալին, որովհետև անցյալով ապագա չես կառուցելու։ Դու տեսել ես Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին, և կարող ես վերլուծություն անել, թե ով ինչպես վարվեց հայ ժողովրդի հետ
Հայաստանի Հանրապետության հետ, ով էր լավագույն բանակցող, ով տապալեց բանակցությունները, եւ առհասարակ մենք կարելի ասել երբևիցե բանակցություններում հաջողություն չենք գրանցել։ Մենք բանակցել ենք Լեռնային Ղարաբաղը տալու շուրջ, եւ նույնիսկ նոր ուժեր Հայաստանում ղեկավարություն բերելու դեպքում պետքա դրանք շատ մանրակրկիտ զնվեն հայ ժողովրդի կողմից, որ հայ ժողովուրդը 2 ամիս հետո այդ նոր ընտրված ուժին միտինգների արդյունքում փորձեր չանի իշխանությունից հեռացնելու։ Լավ մտածեք ու նոր ընտրություններ գնացեք արեք, որ Գյումրիի օրինակը Հայաստանում հանկարծ այլևս չլինի։ Եվ այսպիսով ուշադրություն։ Ինչն է Ադրբեջանին խանգարում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Արդյոք Հայաստանը կկարողանա մինչև վերջ իր ասածը առաջ տանել եւ չփոխել սահմանադրությունը, եւ արդյոք Հայաստանի ժողովուրդը սահմանադրության փոփոխության հնարավոր հանրաքվեին կքվեարկի այո։ Միանշանակ կասենք, որ այս պայծրությամբ հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի ժողովրդի 85%-ը Ադրբեջանի պահանջով դեմ է սահմանադրության փոփոխությանը։ Ադրբեջանն ասում է, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի փոխել իր սահմանադրությունը, որը հիմնվել է անկախության հռչակագրի հիմքերի վրա, չի կարող ստորագրվել խաղաղության պայմանագիր, քանի որ այդ անկախության հռչակագրում ասվում է, որ Արցախը պետքա միանա Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բայրամովի հետ Թուրքիայում տեղի ունեցող հարց ու պատասխանի ընթացքում ասաց հետևյալը, որ առանց այդ փոփոխությունների հնարավորություն կա ստորագրել պայմանագիրը, չասեց իհարկե, որ մենք երբեք չենք կարող փոխել սահմանադրություն եւ այլն, այսինքն երևի թե Հայաստանը սահմանադրության փոփոխության հարցը թողնում է ամենավերջին պլանին։ Մենք չգիտենք, մենք այս հարցում ունենք աջակցություն տարբեր երկրների կողմից, օրինակ Ֆրանսիան ինչ կարծիք ունի, օրինակ Իրանը ինչ կարծիք ունի, Ռուսաստանը ինչ կարծիք ունի, որովհետև բոլորի կարծիքը այս հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությանը հետաքրքիր են, բայց ոչ մի պետություն չի ասել, որ Հայաստանը պետքա փոխի սահմանադրությունը, եւ դա է միակ խոչընդոտը, որ այսօր չի ստորագրվում խաղաղության պայմանագիր։ Հայաստանի ժողովրդին, ով ուզում է ստիպի կամ համոզի Հայաստանի ժողովուրդը Ադրբեջանի պահանջով որևէ բանի տակ այո դնող չէ։ Սա հստակ թող Ադրբեջան իմանա։ Եվ այսօր էլ խոսակցությունները իհարկե այնպես են, որ եթե 1 տարի հետո նույնիսկ դրվի սահմանադրության փոփոխության հարց եւ այնպես ներկայացվի, որ գիտեք ինչ կա, սա Ադրբեջանի պահանջը չէ, միևնույն է Հայաստանի ժողովուրդը արդեն գիտի, որ դա Ադրբեջանի պահանջն է, բայց մենք վստահ ենք, որ նույնիսկ եթե այդ փոփոխությունները